Դաշնակցությունը կմասնակցի այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոշված է նաև մասնակցության ձևաչափը։ Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին։ Կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր հայտարարեց, սկսվելու են քննարկումներ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Մենք արժևորելով Հայաստան դաշինքի, հիմիկվա գործող դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները մենք սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է. մենք ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք ինչու՞ չէ հավակնություն դաշինքը պահպանելու, այն ընդլայնելու եւ ավելի ազդեցիկ միավոր դարձնելու։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ նրանց ընդունած որոշումները առաջիկա ընտրությունների կամ իրենց մասնակցության ձևաչափի հետ կապված որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։ Ըստ էության դրանք կլինեն ռուսական ազդեցության տակ գտնվող սեգմենտներ, որոնք մնացել են նախկին իշխանություններից Հայաստանում 20 տարի իշխած կրիմինալ դիկտատուրայի այն փրթիկներից, որոնք դեռ փորձում են քաղաքական դաշտում ինքնադրսևորվել եւ կարծում եմ, որ ժամանակն ընդհանրապես դրանց գործունեությունը կասեցնել, մանավանդ ռուսական պետության կողմից Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչերից հետո եւ այո, Հայաստանի քաղաքականությունը պետք է մաքրել հակապետական տարրերից։ Արդյոք ՀՅԴ-ի նախընտրական դաշինքի ցուցակը այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի։ Իշխան Սաղաթելյանը չհստակեցրեց, ասաց դեռ չեն քննարկել, քանի որ որոշում չունեին։ Այս որոշումից հետո արդեն ազատ ենք եւ լիազորված այդ բանակցությունները քննարկումները վարելու եւ վերջնական եզրակացության գալու եւ այդ հարցը պետք է որոշվի բնականաբար երկու կողմերի քննարկումների արդյունքում։ Այդ քննարկումներից հետո որոշակի հստակություններ կլինեն։ Մեհրաբյանի խոսքով դաշնակցությունը խուսափում է երկրորդ նախագահի անունը շեշտելուց, հաշվի առնելով որոշ հանգամանքներ։ Գլխի չընկնեն հաշվի առնելով, թե ինչ համբավ ունի նույն ինքը Քոչարյանը, քաղաքական համբավ, դա հաստատապես նրանց մեծ, այսպես քաղաքական դիվիդենդներ չի խոստանում։ Նաև փորձում են այդ ապագա ինչ ֆորմատների մեջ իրենց գինը բարձրացնել, այսպես զուտ մարտավարական նկատառումներից ելնելով։ Մեհրաբյանը հավելեց, որ նրանց պատմաքաղաքական էջը վաղուց փակվել է։ Նրանք քաղաքական բանկրոտներ են։ Նրանք անելիք չունեն այլևս։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։